Բոլորս Հայաստանում ապրողները գիտեն, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է եւ պայքարում է եկեղեցու անկախության դեմ։ Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն մեր հայաստանյան եկեղեցու arczepiskopos-ներից շատերը, որոնց ինչ որ աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի եւ ուժայինների կողմից։ Ճնշումների տակ են այսինքն։ Ես վստահ եմ։ Ես վստահ եմ։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում դա Բագրատ Սրբազանի դեպքում դա շատ կարևոր է մեր հանրության համար, որ պարզ լինի, պատկերացրեք, ինչքան մենք ամուր սրբազաններ ունենք, ինչքան մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ անգամ այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչ Միքայել Սրբազանի դեմ, ոչ մի բան չկարողացան մեր սրբազանների դեմ գտնեին։ Դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան շատ խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը։ Պարոն Կարապետյան, տեսեք, երեք երբ որ հայտնի դարձավ։ Ինչի համար է, որովհետև նիկոլականների խմբակ էլ կա, փոքրիկ կամ ես չգիտեմ։ Իրանցից էլ մարդիկ կան այստեղ հավաքված։ Պետական աշխատողներ, այո, օրինակ Ճիշտ որ ասեմ, չնկատեցինք անդամներ կան, աշխատանքային ժամանակ պարոն Կարապետյան, ես իրական։ Ոչ, բախումները դա ուղղակի անթույլատրելի է, հայ հասարակության մեջ պետք է բախումներ չլինի, դա այն է, ինչ ուզում են մարդիկ տեսնել։ Պարոն Կարապետյան, հավանական համարում եք, որ այստեղ հավաքված քաղաքացիները կձերբակալվեն հաշվի առնելով, որ յուրաքանչյուրը եկել է մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, գրեթե նույն հայտարարությամբ ձերբակալվեց Սամվել Կարապետյանը։ Բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, կարծում եմ չենք ձերբակալվելու։